Միտեղ երկնային աղետներն է սարսափելի, միտեղ պատերազմներն է սարսափելի։ Պատերազմը, որ եղավ 27 սեպտեմբերի 20 թվական լուսին եղել էր ջրհոսում, որ Ռուսաստան էր, տեսեք ինչեր եմ ես հիմա բացում, Դեղալիևի մատնել էր խար, Ամերիկայի մատնել էր խար, Ռուսաստանի մատնել էր խար, Երուսաղեմի մատնել էր խարը։ Շատ հանգիստ ու խաղաղ եմ Հայաստանի համար, որտեղ իրոք լավ բաներ սպասվում է։ Facebook-ում միշտ տեսնում եք, լսում եք, մի տարածեք, հատկապես մահերը, մի տարածեք, ոչ մի վատ ինֆորմացիա մի տարածեք։ Ես շատ կուզենամ, որ էլի մեր երկիրը ունենա թագավոր, իրական թագուհի, իսկ դա վեհերներն է, վեհ։ Դու պետքա քեզ թագավորի նման պահես։ Դու ամենքի դեմ չպետքա նսեմանաս, ցածրանաս։ Տարիներ առաջ եմ ասել, երբ որ Ղարաբաղի հարցն եղավ, որ հետ է գալու։ Ղարաբաղը ինչքան էլ ասեն Ադրբեջանին է, թե Ռուսին է, ինքը հային է, որտեվ այդ մենք ենք։ Ու Ղարաբաղցին պետք է գնա իր հողին ու ջրին։ Անպայման, որտեվ այդ իրենն է, ուրիշ ոչ մեկին է։ Ադրբեջանի լավ չի, Թուրքիայում երկնային աղետներ սպասվում է, շատ մարդիկ կան, որոնց բերանը զուգարան է, որ միշտ հոտ է գալի այդ բերանից։ Այդ իր այստեղն է։ Բարև ձեզ Տիկին Լուսիա, մենք ձեզ շատ կարոտել էինք և այսօր մի քանի հարց եմ պատրաստել ընդհանրական, կոնկրետ ինչ-որ ոչ միայն ինչ-որ թեմայով, այլ ընդհանուր աշխարհագրական, քաղաքական և աստղաբանական և շատ կուզենանք, որպեսզի դուք պատասխանեք իմ այդ հարցերին։ Շնորհակալ եմ, բարի լինի, բարի կա մեր ժողովրդին, շուտով իրականից աստղաբանորեն իրականից տարին 26 թվականը հրեղենձին, այսպես ասած, որ 60 տարին մեկ է գալի էգոիստ ու շատ բլագարոտնի է ծին համարվում, այդ բառը չեմ ուզում հայերեն ասեմ, որտեղ բոլորս բլագարոտնի ասում ենք, ինչքան էլ ասենք ռուսերեն բառեր չանենք, երկար տարիներ միջև էլ մենք ռուսներ հետ հավասար գնում ենք, դրա համար այդ ոնց որ թե ավելի հեշտ է։ Եվ այդտեղից ելնելով ես իմ առաջի հարցը ուղղեմ ձեզ, հարցս հետևյալն է, 2026 թվականին հրեղենձի տարում ինչ սպասելիքներ ունենանք և ինչին սպասենք և աշխարհում և ընդհանրապես մեր Հայաստանում և հայ ժողովրդի համար, ձեր տեսակետը, դիտարկումը և կարծիքը։ Փետրվարի 17-ն է իրական, որ տարին արդեն իրոք ծին կլինի, իրոք 26 թվականը կլինի, դա արևի խավարումն է 17 փետրվար, ջրհոս, Պլուտոնն էլ է ջրհոսում, հետո որքան հիշում եմ ապրիլի վերջ, չէ 16-ը ներողություն, 16-ին էլ ընդեղ Սատուրնը կփոխվի, վերջապես ձգից դուրս կգա իր ավանտյուրաներով ու սահմանափակումներով խոյ կմտնի, երկար կտևի, դա շատ կարևոր է լինելու, շատ կարևոր ինչ հարցով, որ այն զոհաբերության շրջանը վերջապես վերջանում է։ Ներողություն ընդհատելու համար և այդ զոհաբերության շրջանը երբվանից է սկսել, նաև դա ինչքան ժամանակ է։ Նոր պետք է սկսվի, մի րոպե ես գրեմ, որ չմոռանամ այնքան երբ է փոխվում, որ փետրվարի 15-ից Սատուրնը կմտնի խոյ, այդ ժամանակ սկսվում է Սատուրնը, որտեղ հիմա ցկան մեջ է լուսնային հանգույցի հետ, որ ահավոր ավանտյուրաներ, սահմանափակումներ, հոգևոր դաշտի հետ դեռ շարունակվելու է աշխարհով մեկ էս հոգևոր դաշտը, Երուսաղեմում, որ իր սիրտ մայր, այսպես համարում են Երուսաղեմը, քրիստոնեության ընդեղ էլ պայքարներ ա գնալու շատ ոչ լավ, որ ես լսում եմ, կարդում եմ ու հետո բանով աստրոլոգիայով որ նայում եմ, զայրանում եմ, էլ ընդեղ էլ հողերի հարց կա, որ հայկական տարածքներն ա, որ ուզում են վերցնել, եթե դա հանկարծ վերցնեն, ահա որա, այդ 90 քանի տարի արդեն ինչ որ այտենց լավ էլ չեմ կարող հիշեմ, որտեղ մի բանը, որին վրա ազդում է, ես չեմ կարողանում խորանալ, կիսատ եմ թողնում, ասեմ, էս ինչա կատարվում։ Ամբողջ աշխարհում է, իսկ քրիստոնեացան աշխարհին հարվածները շատ է, որտեղ գալու է ժամանակ, դրա համար է այս պառակտումները գնում հոգևոր դաշտում աշխարհում, որ մի կրոն է լինելու, մի կրոն։ Դրա համար այսպես բաներ է կատարվում, ավելի շատ սկսեց սրվել ու երևալ դա կորոնայի ժամանակ 20 թվական։
երբ որ կորոնան եղավ, այդ քթանցքները, որ փակ էր աշխարհի երկար տարիներ, ու քթանցքները, որ էլի փագեցին արհեստական, ու տեսեք ինչքան մաքրվեց օդը, թթվածինը մաքրվեց, մարդիկ սկսեցին նորմալ, բնությունը սկսեց նորմալ շնչել, բնությունը նորմալ շնչեց, որտեվ կապը Աստծու հետ մոտենում էր, իսկ ինչի էր այտենց, որտեվ կապը կորած էր, ու միջև հիմա դա շարունակվում է, միջև հիմա շարունակվում է, ու Հայաստանին հարվածները շատ եղավ, որտեվ Պլուտոն մոլորակը այդ եղջյուրում էր, որը Հայաստանն է 20 թվականին շատ մոլորակներ, հատկապես Յուպիտեր գտնվում էր, Սատուրնն էլ այդ եղջյուրում, դա այդ պատերազմական վիճակ ու Ալիևը իմիջալույց մի բան ասեմ կարասկոպային, բոլոր երկրները, քաղաքները բոլորն ունեն իրենց զոդիակի նշանները։ Հայաստանը այդ եղջյուրը։ Որոշ մարդիկ աստղաբաններ իհարկե տարբեր բաներ ասում են, այդ անկախությունից են վերցնելու, բա միջև այդ ինչ էր, եթե անկախությունը չկար։ Ինձ համար այդ եղջյուրա, որտեվ ամեն ինչով ես տեսնում եմ այդ եղջյուր, ամեն թե մեր մարդկության մտածելակերպով, թե մեր աշխարհագրական դիրքով, թե մեր կլիմայով, մեր համառությամբ, որ սարեցի ենք մենք, դրա համար որ տղամարդիկ մեկ կոպիտ բաներ են անում, իրենց կանանց ասում են ոչինչ, տար համբերի, որտեվ այդ մենք ենք, այդ մեր արյունն է, զաթո մաքրությունն է, վեհությունն է սարը, այդ վեհությունը մեր մեջ կա ու մենք դե աշխատենք պահենք։ Հիմա երկար տարիներ ինչ Պլուտոնը գտնվում էր այդ եղջյուրում, դա վերջապես վերջացավ, վերջապես մեզ բաց թողեց Պլուտոնը, դա 24 թվականի նոյեմբերն էր, որքան հիշում եմ, հիմա արդեն ջրհոսում է, հիմա ինչքան վատ բաներ, որ մեր ժողովուրդը տեսել է, հիմա Ռուսաստանին է սկսվել է արդեն, Միայն Ռուսաստանին, թե առհասարակ այն երկրները, որոնք ջրհոսի տակ են, այ գրած ունեմ, Ռուսաստանը ջրհոս է։ կթվարկեք որոշակի, հա, երկրներ, որոնք են դրանք գոնե մի քանի Հիմա հատված է ես կասեմ, Ռուսաստան։ որ երկրներն են նաև Ֆինլանդիան, Ահա, Ճապոնիան, Բեյրութը, այնտեղ Բեյրութում եղել հանգիստ չի, ու Լիտվան։ Քաղաքներից էլ Համբուրգը, որտեղ քաղաքներ էլ կան։ Իմիջիալոց տեսեք, ամբողջ Ռուսաստանը ջրհոս է։ Բայց կոնկրետ Մոսկվան, էդ էլ է միանշանակ հաստատում, այդքան իմ աշխատանքներից ու անալիզ անելով, այդ եղջյուր է։ Կոնկրետ Մոսկվան այդ եղջյուր է։ Ու Հայաստանը այդ եղջյուր է։ Դրա համար մեր հայերը այնտեղ շատ են։ Մեր հայերը շատ են գնում Մոսկվա, սիրում են այնտեղ։ Ու վատել չի։ Հիմա արդեն որ բաց թողնվեց Պլուտոնը այդ եղջյուրին, հիմա մեր հայերը այնտեղ իրենց լավ չեն զգում։ Ընդհանրապես Ռուսաստանում լավ չեն զգում ու ես շատերին ասում եմ 2 տարի առաջ ասեցի, որ հավաքվեք հետ եկեք, այդտեղ լավ չի լինելու։ Այս պատերազմական վիճակները զոհեր է տալիս։ Ես խոսում եմ եւ Օդեսա եմ խոսում, եւ Կրասնոդար եմ խոսում, շատ տեղեր խոսում եմ Ռուսաստանի։ Օդեսա խոսեց ես վերջերս ասեց այնտեղ Օդեսա չկա։ Ամբողջ ռմբակոծած, գետնին հավասարեցրած, հիմա արդեն Կրասնոդարն է, այս պատերազմական վիճակը Ռուսաստան, ուկրաինացիք էլ իրաց ճիշտ չեն պահում։ Ռուսաստան եւ Ուկրաինա դեռ կտևի, այդպես չի որ ասես մի ամիս հետո կվերջանա, այնտեղ Ամերիկան ոչ մի բան էլ չի անելու, չնայած նրա մատնել է խառը որպես երկվորյակ։ Ու աշխարհում շատ տեղեր երկնային աղետներ ա գնում, մեզ մոտ էլ պակաս չի, բայց այդպես սարսափելի չի լինի։ Իսրայելում էլ կա, էլի վատ բաներ, միտեղ երկնային աղետներն ա սարսափելի, միտեղ պատերազմներն ա սարսափելի։ Հետո տալիս է մահերը, որ մահերը շատ ա լինելու, շատ։ Ես ասում եմ այն ինչը որ պետքա լինի։ 26 թվականը կոչվում է հատուցման տարի, հատուցում։ 23, 24, 25 թվականները համարվում էր բացահայտումների տարի, որ բացահայտվեց շատ բաներ ու իմիջիալոց 20 թվականին էլ էր բացահայտում, քանի որ լուսնային հանգույցը երկվորյակում էր,
ինֆորմացիաների տեղատարապ ու շատ բաներ էլ սուտ, ու մեր Հայաստանի այդ պատերազմին ինչ որ եղավ Ամերիկան երկվորյակը, այդ օրը պատերազմը որ եղավ 27 սեպտեմբերի 20 թվական Լուսին եղել էր ջրհոսում, որ Ռուսաստան էր, տեսեք ինչեր եմ ես հիմա բացում, Դեղալիևի մատնել էր խար, Ամերիկայի մատնել էր խար, Ռուսաստանի մատնել էր խար, Երուսաղեմի մատնել էր խարը, որտեղ իրենց հրյաների զոհաբերության օր էր, որ այդ օրը պատիժ ընկավ մեր երեխաների։ Ինչ բառ ասեցի, պատիժ ընկավ, այդ իրանցներ։ Սա կարմիկական, չնայած կարմա ասել ես ասում, այդքան չեմ ուզում կարմա բառին տեղ տալ, որտեղ դա հնդկական է, մերը չի, համարենք ճակատագիր դա անցյալից եկած բաներ է։ Հիմա չենք կարող վերադարձնենք ոչ մի բան, կարևորը որ հետոն լավ լինի, որտեղ պատերազմ չկա Հայաստանում, ինչքան էլ այնտեղ Իրանից այդպես կրակոցներ լինի, մեր շենքերի վրա ոչ մի ռումբ չի ընկնի, հանգիստ ապրեք ձեզ համար, մենակ իրար մի հոշոտեք, այս տրկական հիմա 15 փետրվարից են Սատուրնը կլինի խոյ, ինքնազոհաբերություն պետքա վերջանա։ Այդ սենց ասվում է, ամեն մարդ իր վրա պետք է աշխատի։ Զոհաբերություն, ուրիշի կամքով ապրել անել, այսինքն եւ քո կամքն էլ մի թելադրի ոչ մեկին, որտեղ ճիշտ չի դա, ստրկական վիճակի վերացում, այս ինչ ասվում է, այդպես պետքա լինի, ոչ թե այդպես կա, այ պետքա այդպես լինի, պետք է անես, որ լավ լինի։ Եվ եսի իրավունքների պաշտպանության տարի է համարվում։ Մինչև հուլիսի 1, քանի Յուպիտեր մոլորակը գտնվում է Խեցգետինում, տուն-տեղ ընտանիք սահմանների հարցն է շոշափվում, Երուսաղեմում այդ սահմանների հարցը շատ կշոշափվի դեր, հայկական հողերի մասին է խոսքը, տարածքների մասին է այնտեղ որ կա, այդ հարցը կբարձրանա։ Ինձ թվում է շատ դժվարությամբ մենք կհաղթենք այնտեղ։ Շատ դժվարությամբ, այնտեղ լավ իրավաբաններ, լավ խելքը գլխին լուրջ մարդիկ որ աշխատեն, այդ հարցերը կկարգավորեն, որտեղ դա ավանտյուրա է եղել, մանիպուլյացիաներ է եղել, խաբեություն է եղել մի որոշների։ Այդ ամեն ինչը արդեն բացվել է, գնալով էլի կբացվի, ինձ թվում է այդպես, դեռ հələ կնիկ չեմ դնում, ինչքանով նայել եմ ես այս մոտակա օրերը, տեսա, որ ինչ-որ դրական շարժեր կլինի, քանի որ բացահայտվել է կեղծիք, եթե կեղծիկը բացահայտվում է, մնում է լինել հետևողական։ Իսկ թե Հայաստանի վիճակը ինչպես կլինի, մենք ինչին ենք գնում լավի թե վատի, լավի ենք գնում, որտեղ լույսեր սպասվում է Հայաստանում ու շատ բաներ կփոխվի դրականի առումով, գիտելիքի ժամանակաշրջանում մենք արագ մտածելակերպն է գնում, երիտասարդները առաջ են գնալու ու ունենալու են գյուտեր, նաև դեղագործության հետ կապված, էլի շատ տեղեր գյուտերալ, եւ ֆիզիկայի, եւ քիմիայի, եւ բիոլոգիա, ամեն ինչը, ֆարմացևտ, դեղագործություն, կճանաչվենք մենք դրանով։ Ու էլի ասել է երևի մի 2-3 տարի առաջ եմ ասել, դա պարզապես չեմ սիվոր ասում եմ, ես ասել է, հիմա լսողները լսում են, լսողները առաջ լսել են, ինչքան էլ ասեն, որ ես սուտ բաներ եմ ասում, թող իրանց կարծիք, որտեղ իրաց ականջ այնքան է սովոր սուտ բաներ լսելու, դրա համար որ մի ճիշտ բան լսում են, դա էլ են սուտ համարում, հետո այդ արդեն բան է, թութակ է, ինք անդադ կրկնում են նույն բանը, անդադ կրկնում է, այդ մարդիկ անդադ կրկնում են, որ Հայաստանի վիճակը պետք է լավանա, ու իրոք լավանալու է, ու այն երկրները, այն պետությունները, որ Հայաստանի հետ վատ են վարվել, տարիներ առաջ, իրոք շատ վատ բաներ են արել, իրոք մեջքից հարվածներ են տվել ու օգտագործել են ու շահագործել են ու շատ բաներ մեզանից ջրի գնով տարել են, հենց այդ երկրները, այդ երկրներին վատ է լինելու ու գալու է ժամանակ, որ մեզ հետ հաշվի են նստելու։ Այսինքն դուք ուզում եք ասեք, որ նաև ժամանակաշրջանն է արդարության վերականգնման, որովհետև մենք հայերս ժամանակին շատ գյուտեր ենք արել, ժամանակին շատ տեղերում ունեցել ենք հեղինակային իրավունքներ ցանկացած ոլորտում, բայց ցավոք սրտի դեռևս 30-40 տարի առաջ չենք կարողացել ապացուցենք, եւ դա չի գրվել մեր անունը ինչ-ինչ տեղերում, որովհետև
ժամանակին քաղաքական իրավիճակները այլ է եղել եւ Հայաստանը կախվածություն է ունեցել այլ երկրներից, այսինքն հիմա այս պայծրությամբ, ինչպես որ դուք նշեցիք, կգա օրը, այսինքն այս տարի, երբ որ արդարությունը կվերականգնվի եւ բոլոր այն երկրները, պետությունները, ովքեր որ այսպես ասած մեր հեղինակային իրավունքները ոտնահարել են, հա, այսինքն իրենցն են հրամցրել, իրենց որպես ներկայացրել, մենք կվերականգնենք այդ հարցում արդարությունը նաև այդ հարցում եւ մնացած բոլոր հարցերում, ինչը որ անարդար է եղել Հայաստանի նկատմամբ, մեկ բառով ասած, եւ հայերի։ Հա, նորություն ու նորարարություններ շատ կլինի մեր երիտասարդների եւ մենք ունենք լավ ուղեղներ, թե ֆիզիկայի, թե քիմիայի, հիմնականը ֆիզիկայի ասպարեզում, այդ ուղեղները քնած չեն, աշխատում են, բայց դուրս կգան ջրերես արդեն կբացահայտվի։ Ես շատ հանգիստ ու խաղաղ եմ Հայաստանի համար, որտեղ իրոք լավ բաներ սպասվում է։ Մեր բանակն էլ լավ վիճակում է գտնվում։ Այս բանակի վիճակը, որ ասեցին, դե ես լսում եմ տարբեր բաներ, հիմա կարծիք են հայտնում են, ամեն մարդու ներկարծիքը, բայց ինչը որ վերաբերում է քաղաքականությանը եւ էկոնոմիկային, թողով որ մասնագետի չխոսի։ Այո։ Ձեր մեջ երկու հոգի կարաք նստեք իրար հետ զրուցեք, ձեր բավորը սենց, բավորը նենց, բայց բարձրաձայնել կարծիքներ ու մարդկանց մեջ տարածել դա ճիշտ չէ։ Ինչի ճիշտ չէ, նախընդհանրապես ճիշտ չէ, ու հիմա էլ ինչի չի կարելի, որովհետև այն շրջանը ուրան մոլորակ գոյություն ունի, որ այդ երբ լինելու երկվորյակ կմտնի ուրանը ապրիլի վերջին, ուրան մոլորակը կլինի երկվորյակ, նորագույն տեխնոլոգիան ի հայտ կգա, հատկապես մեր երկրից ու երիտասարդներից, ու գյուտեր շատ կլինեն։ Եվ էլի հիշեցնեմ, որ լրատվականների վրա շատ ազդելու, ովքեր որ դեսինֆորմացիաներ, անգրագետ, այ տեսեք տալիս է ուրիշի կամքով անել անկախ իր կամքից, որ ինքը գիտի դա ճիշտ չի, բայց քանի որ թելադրված է, ու որի համար վճարված է, ինքն էլ որ անտակտ է ու տգետ է, ինքը կարա տարածի։ Հենց այդ մարդիկ պատասխան են տալու տեզերքի առաջ, ըստեղ մարդկային գործոնը չի, որտեղ մարդկային գործոնը այդքան էլ ճիշտ չի։ Մարդկային գործոնից կարող ես խուսափել, դա ղեկավարության կողմից պատիժներն է, չէ, կարաս խուսափես, իրերը թավակես Հայաստանից քոչես ինչ-որ մի գիշեր, երկնային պատիժներն ահավոր, որ չես կարող խուսափել։ Ուր էլ գնաս չես կարող։ Այո, և աղետներն է, որ չես կարող դադարեցնել, և երկնային պատիժներն է, դրանք ծանր հանկարծակի անսպասելի հիվանդություններն են, որը մահեր է տալիս, ու սարսափելի է դա, անդադ բացում ես Facebook-ը մահեր երիտասարդներ, անոթային, սրտանոթային է տալի և քաղցքեղը, ու ես մի բան ուզում եմ օգտվեմ ասեմ, որ ժողովուրդ ջան, շատ եմ ձեզ խնդրում, մի քիչ խելոք մտածեք, մի քիչ խորը մտածեք, մի բանը որ ասում եք, անում եք, այ պարապներ, այ անգյալներ, այ անբավարարվածներ, այ քիքիրներ, այ ղզիկներ, այ անատաններ, էլ ինչ ես ձեզ ասեմ։ Facebook-ում ինչ տեսնում եք, լսում եք, մի տարածեք, հատկապես մահերը, մի տարածեք, ոչ մի վատ ինֆորմացիա մի տարածեք, դա մեր ուղեղի վրա ազդում է, հասկացեք, մեր ժողովուրդը ահավոր վիշտ է տեսը, ես երկրաշարժից եմ գալ 88 թվականի, իսկ ես 44-ը ահավոր էր, ահավոր, այդ վիշտը մի տարածեք դուք, Իրանում տեսնում եք այդ ինչ որ ընդեղ ցույց են տալիս այդ ու դուք սկսում եք տարածել ամբողջ Facebook-ը վատ բաներ է, մի լավ բան չկա, բնություն չկա, ծաղիկ չկա, այդ բաները կենդանիներին նկարեք ինչքան սիրուն բաներ կա, ոչ մի վատ լուր մի տարածեք, դա ձեր ուղեղի վրա ազդում է, որ ազդում է ձեր երեխաների, նևրոզի մեջ է ժողովուրդը, մի թեթև քամի խաղաց դուք կհիվանդանաք, որտեղ դրանով ձեր մեր իմունիտետն է անգնում, ես չեմ ուզում վատ ապրեմ, ես ուզում եմ խաղաղ երկնքի տակ ապրել, բայց քո բթացած ուղեղը չի թողնի, որ ես լավ ապրեմ։ Հավաքվեք այդ բոլորդ, որ շատ գիտեք դուք ճիշտ եք ու չեք կարում, դա հիվանդություն է, մեկից վարակվել եք, հավաքեք գնացեք բոլորդ միտեղ մի կղզում ապրեք։ Ինչքան ինչ ուզում եք իրար վատ բաներ տարածեք, ասեք ու հայոյեք ու փնովեք ու անիծեք։ Վաղը միսօր
կղզին փլվելու է։ Ակուլաները դուրս կգան, ձեզ կուտեն։ Կողոտու կուտեք ակուլաներին։ Ձեր կարծիքով նախապես ի վերուստ երկրի ճակատագիրը գրված է, թե այն փոխվում է մարդկանց ընտրություններով։ Տրված է։ Այո, երկրի ճակատագիրը տրված է, ամեն ինչն է տրված։ Մարդը գալիս է այս աշխարհ արդեն արգանդում, ինքը եւ ծրագրավորված է եւ ձևավորված է։ Եվ մարդն էլ դաստիարակվում է հենց բեղմնավորման օրվանից պորտալարի միջոցով։ Մեր ժողովուրդը բոլորս էլ իրար ֆիզիկապես պորտալարով են կպած, տեզերքի հետ են կպած պորտալարով, ինչ մտածում ենք մագնիսա, ինչ մտածում ենք ներքև անգնում, այնպես որ եթե երկրի վիճակը վատ է լինում, լավ է լինում, դա գալիս է մեզանից բոլորիցս, միայն մեկով չի։ Իսկ այդ մեկին ու երկրի ղեկավարի մասին այն բուրգը միշտ հիշեք բուրգը։ Գագաթը ով է, մենք ինչպես այդ գագաթին պահենք։ Շատ անգամ որ տեսնում են ինչ-որ մի բաներ ղեկավար ճիշտ չի, լավ չի, ասում եք, որ չի կարողանում, թող դուրս գա, այտենց հեշտ չի։ Դու քո տան գլխավորին, քո տղամարդուն ամեն անգամ ինքը լավ ու ճիշտ ալունում, զայրացնում է, չէ, մեկ ինչ ես անում։ Ծեծում ես ու վռնդում ես, պատժում ես, ճաշ չես տալի ուտի, թե հիվանդացել է ջտեղ չես տալի, մի բաժակ ջուրաուզում չես տալի։ Ոնց որ ծառը ինքը չորանում է, չպետք է ջրես, չէ, որ սիրում ես, փայփայում ես, խնամում ես, շուրջ պարես բռնում, որ լավ լինի, միասնական պետք է լինենք, որ մեր երկիրը ծաղկի, որտեղ դրանից շատ բան է կախված, որտեղ մենք մի թաս ժողովուրդ ենք, մնացած երկրն է, նրանք մեծ են, նրանք հզոր են, նրանք վաղուց կայացած են։ Մեր պետականություն էլ չի վերանա, այդ բանը լավ իմացեք։ Մենք շատ պետք է իրար հետ լինենք, մի բռունցք լինենք, ով ուզում է լինի երկրի ղեկավար, որտեղ մեր ժողովուրդը այնպեսին է այջեղջուր, մենք ծայրահեղ եւ էքստրեմալ պայմանների ժողովուրդ ենք համարվում։ Ինչ ղեկավար եկել է, ով ուզում է լինի, միշտ փնովել են։ Այ Կարեն Դեմիրճյանին մենք հիմա սիրում ենք, հիշում ենք, ասում ենք, ելնենք, բայց իր ժամանակ էլի լավ չեն պահել, էլի պամպասել են, էլի չարացել են։ Պարզապես այն ժամանակ Facebook չկար, ժողովուրդն էլ վախենում էր բերանը բացեր, վախից ցեն չեն անում, գլուխները կախ, թվալով թե ճիշտ ու լավ են ապրել։ Եթե ամեն ինչը ճիշտ ու լավ ապրած լինեն, թե գրագիտության, թե ուսման տեսակետից, այսօր էսես չէր լինելու։ Չէ որ հնից է գալիս ամեն ինչը։ Հիմա վերածնունդը 26 թվականը մեկն է, ամեն մարդ իր եսով իր տունը պետքա պահի, իր տունը պահից իր երկիրը կպահվի։ Այս երկիրը մեր տունն է, եկեք մեր տունը չափականենք, չկեղտոտենք, չմեղտրենք։ Հաջորդ հարցս հետևյալն է։ Ղեկավարների ծննդյան քարտեզը ինչպես է ազդում երկրի վրա։ Ազդում է, իհարկե։ Ամեն ինչն է ազդում։ Պատկերացրու երկրագունդը, էգրեգր, մարդկանց մտքերի հավաքածու, էտա։ Հիմա երկրի ղեկավարի քարտեզը գարասկոպով ինչպիսին է, այդպեսին էլ մեր մարդիկ են, ժողովուրդն է, ու դա էլ ազդում է քարտեզի երկրի վրա։ Հիմա եթե վերցնենք այս ով է մեր հիմա ղեկավարը վարչապետ, երկվորյակ Հայաստանն էլ այցեղջուր։ Նա էլ է երկակի ասում կամ 50-50 երկվորյակն էլ է երկակի ասում, բայց երկվորյակը քանի որ իր դիմացի հակառակ նշան աղեղնավորն է, երկվորյակի յուրաքանչյուր հարց, յուրաքանչյուր միջև անգամ իր ընտանիքում իր երեխաների հետ ամեն ինչը առաջինը պետք է ունենա նպատակ եւ իմաստ։ Եվ եթե իր արժի վարչապետը դրել է, որ ես պետքա ծառ տնկեմ օրինակի համար, ինչու ծառ, բանանի ծառ, որ Հայաստանում չի աճում, պետք է բանանի ծառ տնկի, ուրեմն թող այդ բանանի ծառը դնի իր առջև, նպատակը ու գնա միջև հասցնի անի։ Կտա արդյունքը։ Արդյունքը կտա միանշանակ, որպես երկվորյակ եմ ասում, որովհետև ընդեղ եղել առույցել եղավ նրանից առաջ, խեցկետին էլ եղավ։ Իսկ հարցս հետևյալն է, ելնելով ձեր պատասխանից։ Ըստ ձեզ, ըստ ձեր աստղաբանական կանխատեսումների եւ դասավորվածության, Հայաստանը, քանի որ ինչպես նշեցիք, այցեղջուր է, հաջորդ ղեկավարը ըստ հորոսկոպի նշանի ով պետք է լինի, որ ամեն ինչ լինի իդեալական, չնայած իդեալական ոչինչ չի լինում, բայց գոնե մոտ։
ըստ հորոսկոպի ինչ նշան պետք է լինի այծեղ ջուրի հետ համընկնելու համար։ Այդ մի քիչ հարաբերական է, որ ասենք, որ նշանը լինի, որ լավ լինի, որովհետև 12 մոլորակներ գոյություն ունեն, հիմա այնքան Բուշն էլ է, Բուշն եմ ասում, Թրամփը, Այո, Ամերիկայի, նա էլ է երկվորյակ, շատ կան երկվորյակներ, շատ կան ղեկավարների մասնակ, բայց բոլորը նույնը չեն։ Պետք է նայես ինչն է համապատասխանում մեր երկրին, այնպես որ սխալ կլինի, որ ասեմ, այ ընտրեք արյուծ, ուրեմն շատ լավ է լինելու։ իսկ ընդհանրապես հորոսկոպում այծեղ ջուրի հետ ոչ թե հողային ղեկավարման նշաններ։ Բոլոր ամենահեշտ բացատրությունը բոլոր նույն տարեքի նշանների մարդիկ իրար հետ ավելի լավ են։ այծեղ ջուրը հող է, այսինքն իր հետ ով է հողն է, հորթը եւ կույսը։ Նայեք, եղել է այծեղ ջուրը, Լևոն Տեր-Պետրոսյան, հողը, հետո Քոչարյանը հողը, կույսը, հիմա մի հատ որ բառերը ռուսերեն ծիլեց է հորթը, բայց ինքը ուտող խմող է։ Վրաստանին է հորթելա, որտեղ նրանք 3 հոգի հավաքում են, երգում են, դառնում են խոր։ Նրանք ուտում խմում քեֆ են անում։ Հունաստանն էլ է այդպես։ Հունաստանը պարտքերի մեջ խրված է, ամբողջ օր ուտում խմում քեֆ են անում։ Բայց այդ մեզ չի սազում, որտեղ մենք մշակ ժողովուրդ ենք։ Երբ որ բոստանը կփորեն, երբ որ բերքը կհավաքեն, երբ որ գինին կքաշեն, երբ որ ամեն ինչը կանեն, կարան նստեն ուտեն խմեն, քեֆ անեն, ոնց որ առաջներում շատ հնում եղել է։ Բայց մեքենաները, Facebook-ները, օտար երկրները ֆրֆռալը աշխարհով մեկ, այդ չի թողնի, որ մարդը այդ մշակությունը անի, այդ մշակ այդ հողագործությունը անի։ Մեզ շատ լավ կլինի Հայաստանում այգեգործություն, գինեգործություն, անասնապահություն։ Սա շատ լավ կլինի, արդյունաբերությունն է շատ լավ, եթե հիմա հավաքվեն ու դա անեն, որտեվ երբ է մի րոպե, հուլիսի 28-ին, հուլիսի 28-29-ին լուսնային հանգույցը կլինի ջրհոս, հիմա ծկան մեջ է, արդեն սկսում են գիտելիքի ժամանակաշրջանը։ Գիտություն, գիտելիք, տեխնոլոգիա, կոմպյուտերային սիստեմ, կարող է շատ աշխատատեղեր փակվի, չի բացառվում, որտեղ այդ ռոբոտային սիստեմը ոնց որ կարելի ասել, այդ է սկսվելու, նորագույն տեխնոլոգիայով կարան եգիպտացորեն ցանել, օրինակ եմ ասում ինչ որ, ու լավ կլինի, որ այդ ժամանակ սկսեն մարդիկ աշխատել ավելի դաշտեր ու խմբեր է տալի, խմբակային աշխատանքներն ավելի լավ է, հետո երեխաների մանկական ծրագրերը լավ, արվեստն ու արհեստն է լավ, սպորտն է լավ լինելու այդ սպորտի մեջ, տարբեր երկրներ գնալ, հայազգին ճանաչեցնել։ Իսկ ինչ վերաբերվում է այն տված հարցին սկզբից, որ կենթանակերպը լինի, որ Հայաստանը լավ լինի, դա հարաբերական է, չես կարող ասել հստակ, որովհետև շատ, տեսեք, օրինակ Քոչարյանի ժամանակ շինարարություն առաջ եկավ, որովհետև կույսը ինքը շինարար է, ինքը ստեղծագործող է և հող է։ Այդ հյուսիսային պողոտաները, որ քանդեցին, այնտեղ շատ հետո կամուրջներ սարքեցին, ասֆալտել եղավ, այնտեղ մի քանի տեղեր եղավ, լեննականը էլի շինարարություն էլի սկսեցին, բայց դա շատ կարճ տևեց, համարյա մի 2 տարի կարճ տևեց ու դադարվեց ամեն ինչ, ինչի համար, որովհետև կույսի հակառակ դիմացի նշանակը ձուկն է, իսկ ձուկը օրենքն է, հավատքն է, կնիքն է, գիրքն է և հոգևոր դաշտն է, նաև հոգևորականներն են։ Հիմա տեսնենք, այդ Քոչարյանի ժամանակ ճիշտ է շինարարությունը գնաց, մարդիկ աշխատեցին, ապրեցին, կերան, շատերն ասում են այդ ժամանակ շատ լավ էր, բայց հակառակ նշանը տեսեք որն է, ինչ եղավ, այդ ծկան մեջ խաբեություններ, կաշառակերություններ, ավանտյուրաները շատ եղավ, օրենքի խախտումներ շատ եղավ, հավատքը սկսեց գնալով պակասել եկեղեցուց, հոգևոր դաշտում սկսվեց ոչ լավ բաներ երևալ, արդեն պառակտումներ էր դանդաղ գնում, աղանդավորները սկսեցին կամաց գլուխ բարձրացնել, ես անալիզ արեցի ամեն ինչը, կարճ եմ կապում դա, հետո դրանից հետո կապ ջուրը Խեցգետին էր, որ հիմա Յուպիտերը Խեցգետինում է գտնվում, Խեցգետին էր Սերժ Սարգսյան, ինչ պետք է տար Հայաստանին այդ ժամանակ,
հայրենասիրություն, սահմանների հարց, բնակարաններ, ով որ չունի պետք է ունենա, ընտանիքի ստեղծում, ընտանիք, երեխաներ, բազմազավակություն, լիքը լավ բաներ, ինչը որ իրականը մեր հայ ժողովրդին պետքական։ Բայց այդպես չեղավ, էլի կարճ տևեց ինչ որ եղավ, կարճ էր տևում, որտեղ երկուսի մարսերը գտնում էր այցեղ ջուրում, իսկ դա արդեն լավ բան չէր տալիս, որ իրանք պետքա միանգամից հարստանան, եւ էլի ծայրեղություն, եւ կրիմինալ աշխարհներ, եւ ինտելիգենցիաներ։ Բայց այդ ժամանակվանից սկսվեց եւ աղանդավորները շատացան ու էմիգրացիաները շատացան ու խողամոլությունը շատացավ, որը տվեց նաեւ ընտանիքների փլուզում։ Չէ որ Խեցկետին ասում ընտանիք կառուցի, երեխաներ ունեցի, ընտանիքը տամբրացրու, ազգը կամրանա, բայց բաժանություններ շատ եղավ այդ ժամանակ։ Հետո ով եկավ։ Առյուծ եղավ են Կարեն Կարապետյանն էր, չեմ էլ հիշում, առյուծը դեռ շատ քիչ ղեկավարեց, ինչի՞ սրանք ասում, որ տեսեք տարբեր նշանների վարչապետներ, ղեկավարներ եկան, առյուծն էլ ինքը ցուցադրություն է սիրում, բեմ, ցուցադրություն, սիրում բաներ, գունավոր բաներ, այո, եղավ վարչապետ Կարեն Կարապետյանը, փոքրիկ այն թփերը սկսեցին քաղաքի կենտրոնում դրանք տնկել, Էմիրատը Դուբայից բերեցին, ես յոլոչկեքի ասում փոքր, շատ շուտ չորացավ, որտեղ դա մեր հողին չի։ Որոշ շենքեր սկսեցին վարդագույն ու կանաչ կամիր կապույտ ինչ-որ սենց ներկել, քաղաքի մենակ սենց սիրտը, այնտեղ մի որոշ բաներ արվեց, սիրուն ու թողեց գնացվեց, վերջ, էդ էլ այդտեղ բրծավ։ Հիմա ասեմ ես ինչ նշանի մարդ լինի, որ մեր երկիրը լավ լինի։ Եկավ երկվորյակն ինչ արեց, մարդկանց դեմքերի բացում տվեց, բոլոր մեր ժողովրդի դեմքերը բացվեց, ինչը որ անցյալում առաջում եղել է 30 տարի առաջ, ինչ որ եղել է դա Սատուրնի տարիքով ասում 29 ու 30 տարի, ինչը որ այդքան տարիներին փակ ա եղել Հայաստանում, դանդաղ սկսեց բացվել։ Ամենասկզբից երկվորյակը խոսեց, այս կանեմ, այն կանեմ, սենց կանեմ, այնց կանեմ, որովհետև ժողովուրդը փակ վիճակում վախոխած ապրել էր, հանկարծ մեզ սենց երթումներ են տալիս, մենք ուրախանում ենք, ոգևորվում ենք, հիմա կգան վերևից, այս ինչ կաներ, այն կանեն, մենք սկսենք լավ ապրել։ Մի որոշ ժամանակ, շատ կարճ ժամանակում, ոնց որ թե սկսեց ինչ-որ բաներ անել, մեր ժողովուրդն էլ սիրում է, որ հարուստին նսեմացնեն, հարուստի մասին բամբասեն ու բամբասկոտ, կեղտոտ տենց բաներ մեր ժողովուրդը շատ է սիրում։ Ոգևորվեցին, ամբողջ մի ժողովուրդ դուրս եկավ հրապարակ, ուրախացան, ծափ տվեցին ու պարեցին, օյլի գնաց, ամեն ինչը կարճ տվեց, մի խոսքով։ Եվ այդ ժամանակ կորոնա եղավ, պատերազմ եղավ, ինչ ղեկավար եկավ, պրեզիդենտ կլինի, թե վարչապետ կլինի, բոլորի սկզբից խոստումները լավ գնում է, ժողովուրդը հավատում է, դրա համար մեկ մեր ժողովրդին ասում եմ շաշ, միամիտ, մենք շատ միամիտ ենք, ով ինչ ասում են հավատում ենք մենք բոլորս, ու ամենքի աշխատանքը շատ կարճ տևեց, այդ ասածների, խոստումների կարճ տևեց, հիմա տեսնենք, ես հիմա լավ բաներ եմ սպասում, որովհետև հիմա Պլուտոնը, որ թողել է արդեն այցեղ ջուրին բաց է թողել, հիմա ինչ ղեկավարել որ գա, բայց ոչ անցյալից, որտեղ նախնիները չեն գալու, արդեն պետք է սկսվի բերել կարգինի, թե այս ղեկավարը ավելի նորով է խելքը գլուխը հավաքի հասկանա ինչ եմ ես անում, ուր եմ տանում, հիմնականը հարցնա, որ պետականությունը չկորի ու չէլ կորելու, որ դա պահվի ու Հայաստանը գուբերնիա չլինի, այս երկու վախն է ու դրանք չի լինելու ու կտեսնենք շարունակություն հետո ինչ կտա։ Կարող ենք ասել, որ յուրաքանչյուր ղեկավար հայտնվում է ճիշտ ժամանակին, նույնիսկ եթե ժողովուրդը դժգոհ է։ Հա, լինում է այդպես, ոչ մի բան է, քանի որ խոսքը կա,
Ոչ մի բան այս աշխարհում պատահական ու ավելորդ չի, այդպես է լինում, այո։ Ոչ մի բան, ամեն ինչ ծրագրավորված է վերևից, դա տեզերքն է որոշում։ Արդեն նախապես ամեն ինչը կա։ Մի մտածեք Պուտինն է որոշում, Պուտինն էլ է գործիկ, բոլորը Էրդողանն էլ է գործիկ։ Ամեն ինչ վերևից իջնում, արվում ամեն ինչ հերթով։ Ամեն ինչը հերթով է գնում, ամեն ինչը գալիս է իր ժամանակ ու հարցերը ընկնում է տեղը։ Կին տղամարդ, որ անկողին պարկում են, միանգամից երեխա չեն ունենում։ 9 ամիս դա տևում է։ 9 ամիսը տևեց, ինքը գալիս է այս աշխարհ։ 7 ամսական էլ է ծնվում։ 6 ամսական էլ է ծնվում, տհաս են լինում, դեռ չձևավորված են լինում։ 7 էլ է լինում, որ վրազ ուզում է դուրս գա։ Ամեն ինչը ժամանակ ունի։ Այն 6-ն էլ է սխալ, 7-ն էլ է սխալ, ճիշտը 9-ն է։ Այնպես որ սպասենք, որովհետև մեկն է, նորովի է ամեն ինչը լինելու, նոր կլինի ամեն ինչ, նոր մտածելակերպ, նոր ապրելակերպ։ Պարզապես միակ բանը, որը շատ եմ ուզում, պետք չի, որ մեր ժողովուրդը սքի մեջ լինի, ահա որ բանա սուքնու վիշտը, ահա որը, անդադ մենք որ վշտի սքի մեջ լինենք, մենք առաջ չենք գնա, ու այն երեխեքը, որոնք վերևն են, այն 18-19 տարեկան, նրանք հենց այնպես չեն, հերոսներն իրենք են, իրանց դոշով դեմ են գնացել, իրենք են հերոսները և մեր երկիր իրանք պահելու են, ու տա Աստված, որ չկրկնվի նման բան, 18 տարի հետո, դրա համար այս թիվը 26 թվական է, ինքան ճիշտ պետք է ապրի ամեն անհատ, լույսը բացվի Աստծու փառքտա ու բարի լինի ու սիրով իրար նայենք, սիրով իրար նայենք, կրկախառնվենք, որ 18 տարի հետո չկրկնվի, որտեղ հիմա շատ լավ սերունդ է աճում, շատ լավ, այ հուլիսի 1-ից կտեսնեք, Յուպիտեր մոլորակը հենց մտավ առյուծ, արդեն ցուցադրությունն է, էլիտան է, իրենց ցույց տալն է, ցուցադրելն է ամեն առումով, բայց չմոռանանք, որ առյուծը նաև ունի ամբարտավանություն, ես այն որ կամ, այն թագավորն ու թագուհին են, ես կրկնեցի միտեղ, որ ես շատ կուզենամ, որ էլի մեր երկիրը ունենա թագավոր, իրական թագուհի, իսկ դա վեհերներն է, վեհ, դու պետք է քեզ թագավորի նման պահես, դու ամենքի դեմ չպետք է նսեմանաս, ցածրանաս, դու ամենքի դեմ չպետք է փոքրանաս, բայց գոռոզամտություն, ամբարտավանությունը դրանք մեղքերի մեղք են, կկործանվենք, չի կարելի, իսկ առույցին էլ մեջքն է, մենք մեր մեջքը պետք է պինդ պահենք, ձիգ պահենք, որ մեր մեջքը չթուլացնեն դրսի մարդիկ, դուրսը թշնամի մեզ չպետք է թուլացնի, այս Ադրբեջանի վիճակն էլ նրանք կուրախանան, նրանց վիճակն էլ լավ չի լինելու, արդեն իրենց մոտ է վատ, որտև Ալիև ինքը այծեղ ջուր է, ու Պլուտոնը դուրս է եկել այծեղ ջուրից, իր մոտ կթուլանա շատ հարցեր, որտև արդեն գնում է թուլացում, ընդեղ ընտանիքին է հարվածները լինելու, կլսեք դուք։ Շնորհակալություն Տիկին Լուսիա, հաջորդ հարցս հետևյալն է, ինչ է ցույց տալիս աստղաբանությունը, իշխանությունը բեռ է, թե առաքելություն, ցանկացած ղեկավարի համար երկրի։ Եթե երկրի ղեկավարը իրոք զգում է, որ ինքը բեռ է վերցնում իր վրա, որտև իհարկե բեռ է, ես չէի ասի առաքինություն, բայց պետք է այդպեսին լինի։ Եթե մարդը լինում է երկրի ղեկավար, ինքը մի մարդ չի կարողանում Միրատոնը 3 հոգի ղեկավարի, այսքան մի ժողովուրդ տարբեր բնավորությունների, տարբեր հասկացողության, տարբեր դաստիարակության մարդիկ են, հերվից հեշտ է թվում, մի հիմնար ղեկավարն էլ է շատ դժվար է, այո, եթե երկրի ղեկավարը այդ բեռը վերցնում է իր ուսերին, ուզում է երկիրը բարձրացնի, վատ վիճակից անի, դա իհարկե վերջում արդեն կասենք, այ իր առաքինությունը սա է, որ ինքը կարողացավ երկիրը ճահիճից հանել։ Պուտինին լսում ես, ես շատ լսում եմ իրան Պուտինին, ես եթերները, զրույցները լսում եմ իրան, շատ վուլգար անեկդոտներ է պատմում ու շատ ցինիկավարի խոսում է, շատ վատ խոսում է, բայց լսվում է, տեղին խոսում է ինքը,
Կան այնտեղ ժողովուրդը կան, որ իրան շատ ընդունում են, ժողովուրդը կա աշխարհի խոսքն ասում ու անիծում հատկապես այս զոհերի համար։ Այ Ռուսաստան ասեց ուզում է, որ մեր հայերը հետ կա։ Այնտեղ ծերեղած չեղածը կամ ծախեք, կամ դռները փակեք, եկեք, հետո կկարգավորվի վիճակը նորից հետ կգնաք։ Ավելորդ զոհեր ա լինելու։ Վերկացեք, հավաքվեք Ռուսաստանը, որտեղ որ այք հետ եկեք, որտեղ այքը տեսնեք ամենից ապահովը դա Հայաստանն է։ Դուք գիտեք, ես չեմ ստիպում ոչ մեկին ոչ մի բան։ Տիկին Լուսիա, հաջորդ հարցը աստղաբանական տեսանկյունից Հայաստանը հիմա ճակատագրական փուլում է, թե անցումային։ Անցումային, որտեղ ճակատագրականը մենք անցանք դա 20 թվականներ, որ շարունակվում էր 20 թվականից 12 տարի։ Հաշվեք, 20 թվականից 12 տարի այս անցումներով մենք գնում ենք հերթով ու արդեն պետք է գա լավ շրջան մեզ մոտ։ Անցումներ ա տալի, այո, ասեցի չէ, 3 տարի առաջ բացահայտում մութ հարցերի, մութ դեպքերի, մութ գործերի, որ չենք իմացել քնած ենք ապրել, մեկ այս 26 թվականից հատուցում, ամեն մարդ իր արածի հատուցումն է ստանալու, որը համարվում է ապաշխարության շրջան։ Այս եկեղեցականների հետ, հոգևորականների հետ, որ նման բաներ ա կատարվում, այդ պառակտումը լինելու է, Աստվածաշունչը այ կարդացեք, խոսում եք քրիստոնեություն, հավատք, բայց չեք, այնտեղ էլ գրած է, նախ աղանդավորներով էլ է օրինակը տաբերվում, բայց էլի որ կգա ժամանակ, որ հոգևորականները իրար դեմ պայքարում, իրար դեմ պառակտում կգնա, աշխատեք չլսեք, չհավատալ։ Եկեղեցուց ոչ ոք չի հեռանում, ոչ ոք եկեղեցուց չի հեռանում, ամեն մարդ իր հավատքի, իր ուժ, իր մեջ են շունչը տիրոջ, որ փչել է, մենք եկել ենք այս աշխարհ, այդ շունչը, այդ օդն է, այդ թթվածինն է, մենք պետք է Հիսուսիկն է, մենք պահենք ու շատ կուրկուրենք, որ դա սեր է նշանակում, սեր ու բարություն, փորձենք իրար հələ բարի աչքով նայենք էլի, ինչ կլինի, ով դիմացինի մեջ վատ բաներ է տեսնում, ով չար բաներ է տեսնում, ով նախանձը դա իր մեջ է, չէ որ ծուրհալիների թագավորություն է։ Մենք դիմացինի մեջ մեզ ենք տեսնում, հատկապես կենդանակերպերը, այս այլ դուք վերցեք սենց մի փոքրիկ օրինակով ձեզ բերեմ, դուք որ նշանեք, ձեր դիմացի նշանին նայեք, կարդացեք առասկոպով ձեր դիմացի նշանը որն է, սովորեք այդ դիմացի դրականը և բացասականը ձեր մեջի մաքրեք։ Մի ասեք, ես ամենը ճիշտ եմ, այդպես բան չկա, ամենը չկա։ Հաջորդ հարցը, աստղաբանորեն պատերազմներն ու հեղաշրջումները կանխատեսելի են։ Այո, երկուսն էլ կանխատեսել են, որտեղ ասեցի ամենի սկզբից, ի սկզբանե ծրագրավորված է, իսկ աստրոլոգիան այնքան հստակ պատասխանները տալիս ամեն ինչի, որ կլինի, պարզապես տարբեր աստղաբաններ տարբեր հաշվարկներ են անում, ես չեմ հասկանում այդ ոնց է լինում, որ նույն մոլորակներով են նա, ինքը տենց է ուզում նայի, տենց է տեսնում։ Ինքը այդ բանը, բայց միակ ճշմարտություն գոյություն ունի։ Ես իմ ամենամտերիմ Ալվարդը աստղաբան, շատ իրեն ասում են, որ Գերմանիայում է, հենց իրեն մասին ասում են, մենք միշտ խորհրդակցում ենք ու մենք երբեք վատ բան չենք տեսնում։ Սխալ բաները տեսնում ենք, բայց վատ բան չենք տեսնում Հայաստանին, որ իրոք մենք չենք տեսնում վատ բան Հայաստանում ու գնալով մեր վիճակը լավ պետք է լինի, մենակ ձեզ մի դրեք ամենագետի տեղ, այդ ամենից վատը։ Եվ էլի կարևոր, ամեն անգամ եմ ուզում սա ասեմ, ոչ մի աստղաբան, պայծառատեսա, չգիտեմ, տարոլոգա, նումերոլոգա, ինչոլոգա, այդ լոգոները աշխատեք, ձեր ուզածը մի ասեք եթերով, ոչ մի վատ բան մի ասեք, ժողովրդի մի հրահրեք իրար դեմ, չի կարելի, աստղաբանը ով ախր ոչ չասեմ է, ով աստղաբան իրանից ինչ ա ներկայացնում, որ վերկանա ժողովրդին ագիտացիա, անի, իրավունք չունի տենց բան, այդ կանոնը չկա մեր աստղաբաների միջև, չի կարելի ժողովրդին ագիտացիա անի, որ
դուրսարի միտինգի, ընտրության մի գնա, սրան մի ուզի, նրան ուզի, չի կարելի տենց բաներ։ Այդ քաղաքական աստղաբանությունը որ կա, հա, ասում, բայց ընդեղ էլ չի թույլատրվում այդպես բան։ Ոչ քաղաքական գործիչ է, ոչ վարչապետ է, ոչ էլ, չգիտեմ, պատմագետ է, ինչա որ աստղաբանը վեր կանա, ասի գնա սրան ընտրի, գնա նրան մի ընտրի։ Սխալ բան է դա։ Ժողովուրդն էլ իմանալով որ ինքը աստղաբան է, դա գիտություն է, առանց հասկանալ որ դա գիտությունը շատ է մեր ազգում, այս աստղաբանը սենց բան ասել, ուրեմն ճիշտ է, եկեք այդտենց անենք, ոչ, ճիշտ չի, որտեղ մի աստղաբանի ասելով հիմա Ալիևը եւ Սևաններ վերցելու եւ Երևանը, մի աստղաբան էլ ասում էր, ինչ են Ղարաբաղցիքին բերել տարել Գորիս, հիմա Գորիսը գրավելու են, պայթացնելու են, տարել էր որտեղ սպանեն, մեկն էլ այդպես մի բան ասեց։ Ես շատ վատ եմ ելնում ու Ալվարդ հետ խորհրդակցում եմ այս թեմաներով, էլի մի աստղաբան կա Լենինգրադում, նրա հետ էլ եմ խորհրդակցում, որ աստղաբանը իրավունք չունի նման ինֆորմացիաներ ասելու։ Ես էլ ունեմ հնարավորություն եթեր, որ եթերից կարող եմ այս բանը բարձրացնել, որ թող հեղինակության հետ, ոչ աստղաբանների, ոչ աստղագետության հետ ամեն տգետ իրան ցույց չտա։ Կամ որ ասել էր պետք է վարչապետը սեռափոխություն լինի։ Միջև անգամ եթե նման բան լիներ, չի կարելի նման բաներ ասել։ Ամեն ինչ չի որ ասվում է եթերով։ Ես էլ այնքան բան եմ խոսում իմ այցելուներին, իմ դիմողներին, այնքան բաներ կարամ խոսում եմ բաց այդ ամեն ինչ, բայց եթերով ասել նման բաներ արգելված է, որովհետև մարդիկ հավատում են։ Դրամ այլ ասում եմ մի լսեք, լսել եք, որ մի լավ բան ասեն աստղաբանները, այդ աստղաբաններ են, որ այդպես գովում է, դուք ինչ ճիշտ եք, դուք ինչ հայր, ինչն է ճիշտ, մարդը աստղաբանը երազատենով վերականում ասում երազից ասենց բան եմ տեսել, մատենադարանը վերցրեցին, մատենադարանը քանդեցին, այդ իր երազ տեսնելուց արդեն 3 տարի անցել է, հələ չեն քանդել։ Երբ են քանդելու մատենադարանը։ Տիկին Լուսիա, ըստ ձեր ասացի, հա, ես հարց ունեմ ձեզ, ենթահարց է ձեր ասացի հիման վրա։ Ըստ ձեզ, ինչպես որ դուք եք ասում, շատ աստղաբաններ շփոթել են իրանց մասնագիտականը եւ դարձել են նաեւ վերլուծաբան, եւ ոչ միայն վերլուծաբան, այլ քաղաքական վերլուծաբան։ Եթե նույնիսկ դա այդպես է, հիմա իմ հարցը ձեզ, ինչպես դուք խորհուրդ կտաք, որպես մասնագետ, տարիների վաստակ ունեցող աստղահոգեբան, ինչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր միանշանակ հավատում են նման վերլուծաբանների, գծիկ աստղաբանների, որպեսզի նրանք տարբերեն կրթություն ունեցող աստղաբանին եւ ուղղակի աստղաբան, վերլուծաբան, հոգեբանին, քաղաքական ճակերտների մեջ իհարկե։ Ես ամեն ինչին նայում եմ մարդու աշխատանքի արդյունքով։ Արդյունքը 100%-անոց չեմ ես ու ոչ մեկ 100%-անոց չի։ Բացարձակ ճշմարիտ հնարավոր չի մարդ լինի։ Ես էլ եմ սխալվում, ունենում եմ սխալ բաներ, բայց լինում են եւ բաներ մտածված ես չեմ ասում, որտեղ բաներ կա, որ արգելված է։ Հասարակ բան, եթե մարդուն տրված չի երեխա ունենալ, օրինակ, կամ մարդն ամուսնացել է, տարիներ երեխա չունի։ Ես տեսնում եմ, որ իրան տրված չի, ինքը չկա։ Ես էլի չեմ ասում, որ դե երեխա չես ունենա։ Միջև անգամ, որ արհեստական էլ գնան ունելը, էլի չկա։ Այնց պետք է նուրբ ասես, գուշ ասես, որտեվ ես միշտ մի տոկոսի մեջ եմ։ Այն 99-ը, որ ասում է ոչ, ես պետք է ասեմ այո, կամ հակառակը։ Որ մարդու մոտ հույսը չկտրես, որտեվ ամեն ինչ Տիրոջ ձեռքն է։ Չի կարելի ամեն վատ բան ասել, մարդու աշխատանքով դու կարող ես որոշել իր աշխատանքի արդյունքը, ինքը բարով է, թե չարով է, ինքը բարիով է այդ գործն անում, թե չարով է։ Եվ աստղաբանությունը մոգություն չի։ Ինչքան էլ այնտեղ բաներ կան, մեկ գրվում արում, այդ ամեն ինչը փող աշխատելու միջոց է, թալիսմաններ սարքել, մոգություն անել, գնալ տունը ֆշֆշներ անել, նավթոլի կտորով տները մաքրել են, դու մի հատ քեզ մաքրի, հələ մի հատ ընտանիք ստեղծի, հետո գնա ուրիշի տուն մաքրի, ուրիշի վատ բաները։ Ես հիմա անկեղծ մի բան ասեմ, չգիտեմ, որ զայրանում եմ նման թեմաներից։ Իրոք զայրանում եմ, որտեղ նախ տարիքից է, այդ վիճակից էլ է, որ
ամեն ինչ կուտակված, ես իմ առիթ հասա, որ ասում եմ, ես իրական մասնագետ եմ, խիրոլոգիայի մասնագետ եմ, որտեղ գիրքել ունի ռուսերենից հայերեն, տարիներ աշխատել եմ այդ խիրոլոգիան ու շատ սիրել եմ, հետո թողեցի դա։ Եվ խիրոլոգիան եղել ձերքապի կուշակությունը եւ աստղաբանությունն եղել, նաեւ ֆիզիոգնոմիկան, պարտադիչի ձերքով սենցներ։ Ես նայում եմ արդեն մարդու դեմքի քիդ, բերանա, տամխալ, արդեն ամեն ինչ ես որոշում եմ։ Ես թողեցի, որտեղ հոգնեցի։ Իրոք հոգնեցի, ես տեսնում եմ այնց բաներ, որ աստրոլոգիայով դա չի երևում, իսկ խիրոլոգիայով երևում, ես չի ուզում այդ մարդուն ցավ պատճառի, չի ուզում։ Դրա համար թողեցի դա։ Ասել եմ, ծիծաղել եմ, հումորով արել եմ, տարել եմ առաջ ամեն ինչ։ Բայց կան աստղաբան, որ ինքը թալիսման է սարքում ու թուղթուգրերից է խոսում։ Կգամ ես կանեմ, կգան մենք կանեմ, քարեր։ Ես ոչ չասեմ այս բաները։ Ոչ չասեմ, հիմա ես նստեմ գովեմ ինչ դիպլոմներ ունեմ, ինչ եմ ավարտել, իմ ասածը բոլորը ճիշտ է, ես ես ասի, ես են ասի, հերիք է այդ եսերն էլի։ Այս տարի հիմա հեսա այդ երբ էր, որ ասեցի կմտնի խոյը։ Փետրվարի 15-ից։ Սատուրնը հենց մտավ խոյ, ով իրան շատ ես եմ, ես կարամ իմս, դուք տեսեք ինչ հարվածներ էր անգալու։ Հարվածներ կգա։ Հիվանդություններ շատ գլխի հետ կապված ինսուլտային բաներ, անոթների հետ կապված կլինի, սրտի հետ կլինի, ատամների հետ կլինի, կոթկատեղից ներքև, երիկաններ, աղիներ և նևրոզները կա։ Այս նյարդային համակարգն է, եթե մարդու մոտ նյարդային համակարգը խախտվում է, իմունիտետն է ընկնում, դիմադրողականությունն ընկնում է, ամեն մի փոքրիկ բան, քամի, մրսածություն, տաքուսառի կերակուր, մի քիչ հինը, թթվածը անմիջապես հիվանդությունը պատրաստ է լինելու։ Դրա համար էլ որպես այդ ամեն ինչը չլինի, ապրեք իրական կյանքով, իրականը, հիմա սա ես տեսնում եմ ակնոցա, վերջ, ուրիշ բան մի մանարի, մաքրի ակնոցները դիր աչկերիդ նայի կարդա, ուրիշ բան մի մանարի, որտև ինքը կյանքը բերում է հեշտության, բայց մենք անդադ ուզում ենք բարդացնենք, ինչ սիրում եք նա կերեք, ինչ սիրում եք նա հակեք, ում հետ շփվում եք, հավանում եք նրա հետ շփվեք, աշխատեք հումորով մարդկանց հետ ընկերություն արեք, հումորով մարդկանց հետ, ծախսող մարդկանց հետ, կատակչիների հետ, այդ բողոքականների, դու դարար շփվեցիր բողոքականի հետ, ինքստինքյան դու էլ ես այդպեսին դառնալու, որտև չես կարողանալ անալիզ անես ճիշտ ասում, թե սխալ, և իր բացասական էներգիան քո վրա ազդելու է, հիմա էլ շատ ազդելու, հենց լուսնային հանգույցը մտավ ջրհոս, դա լինելու է հուլիսի 28-ից կսկսվի, այդ ժամանակ ուժեղ էներգիա է սկսվելու, այդ էներգիաները բացասական մարդկանց վրան կազդի, ու միտինգներ այդքան չի թույլատրվել, որտեղ արդյունքի չեն հասնելու, հրահրումներ կլինի, լավ չի, որտեղ ջրհոսը ինքը խումբ, ժողովուրդ, չարժի ավելավա արշավների գնալ, հավաքվել, ուրախություններ, քեփ ուրախություն, քան միտինգներ, որտեղ անիմաստ է լինելու։ Ինչքան միտինգի ասել եմ անիմաստ է լինելու, անկատ պախարակել են։ Ուրա ոչ մի միտինգ էլ չեն հասել, այդ ցույցերը ոչ մի արդյունք էլ չեն հասնել։ Հիմա էլ չեն հասնելու։ Տիկին Լուսի, աստղաբանական տեսանկյունից Հայաստան-Ադրբեջան լարվածությունը շարունակական է, թե սա մի փուլ է, որը մոտենում է տրամաբանական ավարտին։ Չէ, արդեն վերջանում է այդ պատերազմական վիճակը, չնայած մենք պատերազմական գոտի է, սեյսմիկ գոտի է, պատերազմական գոտի է, տարիներ առաջ եմ ասել, երբ որ Ղարաբաղի հարցն եղավ, որ հետ է գալու, Ղարաբաղը ինչքան էլ ասեն Ադրբեջանին է, թե ռուսին է, ինքը հային է, որտև այդ մենք ենք, ուղղակի մի քիչ ճիշտ չպահվեց էլի, մի որոշ կանայք, մի որոշ տղամարդիկ, Ղարաբաղցիք, իրենք իրենց ճիշտ չպահեցին, իրանց մեջ այնքան լավ մարդիկ կան, իրոք լավ մարդիկ կան, ես օրորի համոզվում եմ, տաքսիստներին հանդիպում եմ Ղարաբաղցի, իջնում են քեզ օգնում են, իրոք իջնում են, օգնում են, որ տեսնում են ես իրերով եմ,
ոնց ասես որ վատ է։ Ես լավն եմ, չգիտեմ, ինձ լավն են հանդիպում, հիմա կարող եմ մյուսին վատնա հանդիպել։ Ու Ղարաբաղցին պետք է գնա իր հողին ու ջրին։ Անպայման, որտեվ այդ իրենն է, ուրիշ ոչ մեկին է։ Եվ ինքը Ղարաբաղցին, իսկական Ղարաբաղցին, չեմ ուզում արցախցի ասեմ։ Իսկական Ղարաբաղցին ինքը կորոշի ում հետ կլինի։ Ուղղակի ելի եմ կրկնում, մի որոշի ոչ ճիշտ պահելուց այս մեր ժողովուրդը սկսեց իրանց այդքան չընդունել, այտենց պետք չէ էլի, պետք չէր այտենց, բայց ես անցյալ օրը մի քանի կանանց լսեցի, այնքան շնորհակալ էին մեզանից, որ ամեն ինչ տվեցին, ամեն ինչ արեցին, հող, տուն, հաց, ջուր, ամեն ինչ կերակրում են, գումարները, թոշակները։ Այդ մարդիկ գոհ են ու իրանք կստանան էլի լավ բաներ, կլինի ամեն ինչն էլ լավ կլինի։ Իսկ Ադրբեջանի, Հայաստանի հարցը ես չեմ տեսնում այնտեղ հարցակումներ, կրակոցներ, ինչ որ այդպես բաներ չկա, իրանց մոտ լավ չի։ Ադրբեջանի լավ չի, Թուրքիայում երկնային աղետներ սպասվում է, այնտեղ թանկացումներ, ամեն տեղը թանկացում, ամեն տեղ հարկերի բարձրացում, մեզ էլ որ այդքան ասում են ինչի թոշակ չկա, հարկերը կլինի, թոշակը կլինի, կտրոնները կլինի, խանութի էլի թոշակները կլինի ու էլի օրենքներ կփոխվի դեպի դրականի ահագին ղեկավարություններ իրավապահ մարմիններից դատարան, դատախազ, քննիչ, փաստաբան դուրս են գալու, ես փաստաբաններին էլ եմ ուզում ասեմ էլի հերիքա փաստաբաններ զուր տեղը փող վերցնեք ու գործ չանեք, որտեղ այնքան են ինձ բողոքում, ոնց որ ես եմ իրանց նշանակում, չգիտեմ, ինձ շատ են, այս ինչ փաստաբանը իմ գործը կանի, թե ոչ, տվյալները տալիս են, որ ես նայեմ, փողերը վերցնում են ու ոչինչ էլ չեն անում։ Ես հիմա չգիտեմ փաստաբանից է շատ բան կախված, թե դատավորից է շատ բան կախված, բայց արիտես, որ երկուսից էլ կախված է։ Եթե իրանք սիրելով են այդ աշխատանքը, ոչ թե փող ունենալու համար են դառնում դատավոր կամ փաստաբան։ Դատավոր կամ փաստաբան լինելը, որ մարդիկ դիմում են, դուք պետքա սիրեք ձեր աշխատանքը, ոչ թե փողը սիրեք։ Մարդկա աշխատում աշխատելու համար, մարդկա աշխատում է փող ունենալու համար։ Որպեսզի իրոք այդ արդարությունը պահվի ու մարդու իրավունքը պահվի, որ մարդիկ կարողանան ճիշտ, ինչ են մարդիկ տալիս դատարան։ Ինչ են տալու, ուրեմն ինչ որ մի բան ճիշտ չի, չէ։ Ինչ որ մի բան ճիշտ չի, ինչքան շատ են դատավորները, դատավոր, այդքան ու գործերը կանգնած, տարիներով գործը սառած, սա էլ չեմ կարող չասել, Սև լուսինը աղեղնավորում է գտնվում, 9 ամիս տևողա, որը մարտին արդեն չեմ հիշում, երբ այդտեղ փոխվեց, մարտի 27-ին երբ էր, որը տալիս են դատա իրավական համակարգի կեղծիքների բացահայտում աշխատանքից դուրս գալ, հեռացում միջև անգամ, այսպես է լինելու։ Ամեն սխալ գործողություն, ամեն անարդարություն եւ օրենքի եւ տեզերքի ով արելա պատիժներ ունի ստանալու, չէ որ ասեցի հատուցման ժամանակաշրջանակ 26 թվականը հատուցում կա ու երեխաներին զգուշ եղեք, ուշադիր եղեք, երեխաների հետ էլ նորից վտանգներ կա, ուշադիր եղեք ձեր երեխեքին, աչքաթող մի արեք, բացի թողի մի արեք, որ կորուստներ չլինի երեխաների, երեխեքը մեղավոր չեն ծնողներ արածներից, բայց խփում է ցավ տեսնելու համար։ Եվ լավն էլ կա, եւ վատն էլ կա, ես չեմ ուզենա վատով ավարտել, ուղղակի լավատեսությամբ եմ ուզում զինվեք բոլորդ, եթե 3 հոգի լավն են մտածում, այդ եռանկյունը վերևը ստեղծվում, ու տենց դրականը լավը գալիս է այդ մարդկանց վրան, բա որ 13 հոգի լավը մտածել, տեսեք ինչքան շատ է լավը գալիս, արդար ապրեք, գոհ ապրեք, գոհ, հագեցեք, հագեցած ապրեք, Աստծուց մենք ոչինչ չենք խնդրում, որտեղ Աստված ամեն ինչ տվել է։ Աշխարհի ստեղծումից Աստված ամեն ինչ տվել է, գլուխն էլ դրել է ուսերին, ձեռքերն էլ ձեռքու ոտքը դրել է, որ մենք գնանք առաջ ու աշխատենք, ուղեղն էլ մտածելու համար է, բերանն էլ խոսելու համար է, բայց նաև հաց ուտելու համար է,
ու այդ բերանը, որ մենք հաց ենք ասում ու հայրմեր ենք ասում ու անուն ենք տալի, հարկավոր չի այդ բերանը աղտոտել ապականներ, որտեղ բերանը զուգարան չի։ Իսկ շատերի մոտ բերանը զուգարան է։ Այո, ես ված չեմ լում այդ բառից, որտեղ ամեն առարկա պիտի իր անունն ասես։ Շատ մարդիկ կան, որոնց բերանը զուգարան է, որ միշտ հոտ է գալի այդ բերանից։ Այդ իր այստեղն է։ Այդ իր մտքերն է, այդ իր մտածելակերպն է ու հարկավոր չի Երևանը, որ ես շատ եմ սիրում, իմ Երևանը, ես չեմ ուզում։ Այն Երևանի հոտը կորելը չկա։ Երևանի հոտը չկա։ Ես չգիտեմ, հոտ էլ չունի, անհոտ մի հատ քաղաք է դառել։ Սիրուն, բայց անհոտ։ Անճաշակ, էլի անհոտ։ Անճաշակությունը շատ է լցվի այդ շենքերից։ Էդ էլ մարդկանցից գալիս է, մարդիկ, որ բարի լինեն, ժպտերես լինենք, մենք ոչ մի վատ բան չենք նկատի։ Ձեր զգացողությամբ ու աստղաբանական դիտարկումներով 2026 թվականին ինչ փոփոխություններ են սպասվում Ադրբեջանին եւ ինչ ճանապարհ է բացվում Հայաստանի համար։ Եթե կարող եք նաեւ այս հարցին ձեր մասնագիտական կանխորոշումը տվեք։ Ադրբեջանին թանկացումներ կան, ոնց որ ամբողջ երկրում, Թուրքիան էլ կա, ասեցի, այնտեղ աղետներ շատ կան, իրանց վառելիքի հետ կապված խնդիրներ ա լինելու Ադրբեջանի։ Հետո Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան։ Այս վիճակը լավ չի, այս վիճակը իրոք լավ չի։ Հայաստանի վիճակը ես էլի կրկնեցի վատ չեմ տեսնում, բայց տեխնոլոգիաներով մենք առաջ կգանք, նորագույն տեխնոլոգիաներով եւ արվեստի եւ սպորտի մեջ էլ առաջ գնացումներ կունենանք։ Էլնես չի լինի, որ մեր հայ տաղանդավոր մարդկանց երեխեքին տեղ չեն տալի, գցում են, չգիտեմ, որ երրորդ տեղը, հիմա մենք ենք առաջ գալու։ Էլի այն մեկ էլ ազգերն է խանգարել, որ չեն թողել մերոնք առաջ գնան Երևան։ Հիմա այդպես չի լինելու, որտեղ իրոք տաղանդավոր երեխեք են կան, իրանք կան, նոր չեն ծնվել, իրանք կան, ուղղակի ասպարեզ են գալու։ Այդ ամառվանից է սկսվելու։ Հա, մի բան էլ ասեմ, մեքենաներից է տրանսպորտից պետք է զգույշ լինեն, որտեղ վթարները դրանք կան։ Այդ վարորդի միտքն է, միտքը քաոս է։ Այդ ղեկը, որ իր ձեռքն է, դա իր կյանքն է, ինքը ճիշտ պետք է բռնի ղեկը, որ անկախ նրանից ուղևոր ունի, թե չունի։ Այդ քո ղեկն է, բռնել ես քո ձեռքը, ճիշտ գնա, ուշադիր եղի, մի ցրվի։ Մի ցրվի, ուղեղդ քաոս է, մի ցրվի, որ վթարներ չտաս։ Գնացքների հետ է խնդիր տալիս, այդ ռելսները, տրամվայա, մետրոյա, գնացքա, դա ինքնաթիռները, Այ որ ես ասեցի, եթե հիմա միտեղ ինքնաթիռ ընկավ, Լուսիայի ասել ինչ պետք է փոխի։ Ես ավելի շատ վախեր կգցեմ մարդկանց մեջ, եթե ես դա ասեմ։ Հիմա կսկսեն զանգել, գրել, այսօր ուզում եմ թռնեմ, թռիչքը լավ կլինի, թե ոչ։ Եթե մարդուն տրված ապրել 101 տարի, ինքը ապրելու է։ Եթե մարդուն տրված ապրել 3 տարի, ինքը արդեն գրած է, ինչ ուզում ես արա։ Այս ճակատագիրը սենց գնում է մարդուն, բայց աղ ձերքն է, ամեն ինչը գալիս է ծնողից, մամայից, այդ հղի ընթացքը, պապայից, ամուսինների, զույգերի հարաբերություն, ճիշտ դաստիարակություն, որ ծառը, պտուղը ճիշտ ջրվի, ինքը ճիշտ շատ սիրուն փարթամ աճելու է։ Ու երբեք մի վախեցեք, որտեվ եթե փոքր ժամանակ մինչև 12 տարեկան ծնողը երեխայի վրա յուրաքանչյուր հարցում, որ վախենա անանք ստանա, վայ չմրսի, վայ ընկավ, վայ չկերա, վայ, ինչքան էլ ուշադիր եղավ ու ոչ մի վատ բան չլինի, 12-ից հետո սկսում է դանդաղ, ինչը մաման վախեցել է, դրանք սկսում է կամաց գլուխ բարձրացնել, որտեղ այնտեղ սեռական հասունացում է սկսում, սեքսուալ հասունացում է սկսում, 18-ից հետո սկսում են բոյ քաշել, արդեն եսի ձևավորում, հիմա երեխաները ծնողներին չեն լսելու, որտեղ ավելին են իմանալու, ավելի արագ են մտածելու, ավելի են անելու, քան ծնողը, դպրոցներում մանկավարժության մեջ ծնող երեխա դաստիարակ այս հարաբերությունները այդքան լավ չի լինի,
որովհետև երեխեքը շատ տարակ կմտածեն ու կուզենան իրանց իրավունքը ցույց տալ, մենք էլ որ հին մարդիկ ենք դա չենք հանդուրժի, հետո ծնող կկանչեն, հետո կսկսեն պարակտումներ արդեն, էլի երկրի ղեկավարին կկպնեն, այստեղ բացարձակ դա կապ չունի, դասախոսական կազմին լավ բաներ չկա, այնտեղ կաշառակերություններ կա ու իրանց ոչ ճիշտ պահվածքը, ահագին մարդիկ ասեցի դուրս կգան աշխատանքից բավականին, ով իր տեղը չի, իրենք դուրս են գալու։ Յուրաքանչյուր ասպարեզում, բայց հիմնականը դա իրավական համակարգն է եւ հոգեվոր դաշտ է, հոգեվորականների մեջ է։ Հոգեվորականներին էլ կանտեղ այս շարժումները, չգիտեմ, շարժում ասեմ, ինչ ասեմ, դեռ երկար է տևելու։ Սա 1-2 ամիսի վերջի, չնայած քանի լուսնային հանգույցը ցկանի մեջ է, երբ է դուրս գալիս, ամռանը, հուլիսին, միջև հետ կտևի այս հոգեվորականների հետ հարցերը։ Ես այդտեղ գրել ուզում եմ ասեմ իմանան շատերը, որտեղ ինձ հարց են տվել, Իսրայելը խոյ է, տեսեք ինչ հետաքրքիր է, ես նայել եմ որպես հորթի նշան, միտեղ կշրկել էի նայում, քանի որ Ղարաբաղի հարցի հետ Իսրայելը Ղարաբաղի ես կշրկեմ տեսել։ Ինչի է խոյ համարվել, իր պատմության հետ է կապված խոյ լինել, որ նոր պետականություն, նոր պետություն երբ որ ստեղծվեց, հրեական առաջին ամսվա հետ է կապված, Նիսան է կոչվել դա, որոշները ցուկ են համարում, որպես օրենքի երկիր, որպես հավատքի երկիր, բայց ես այնտեղ ցուկ չտեսա, ես չտեսա, որ Երուսաղեմը ցուկ է։ Իսկ իրենք շատ անգամ իրենց հորտն են համարում, ոսկե հորտը, որտեղ իրանք առաջնային իրանց մոտ փողն են դրել։ Ես սա կուզենամ իմանալ կարելի է սա ասեմ, էլի, որտեղ մեզ շատ են հрьяաների հետ կապում վատ բաներ ջհուդ ասում, ջհուդը դա ասք չի։ Տեսեք ինչ հետաքրքիր բան կա, որ ուզում եմ որ իմանա այս ժողովուրդը։ Մեղքից խուսափ, ես իրանց եմ ասում, մեղքից խուսափելու համար Թորայի Տորան օրենքը չխախտելու համար հрьяաների մոտ պետքա նվիրաբերվի իր ողջ ունեցվածքը։ Սակայն Թորան չի պահանջում, որ ամբողջ կարողությունը ծախսի։ Այդ պատվիրանների համար է կատարվում դա։ 2/10-ը մի կողմ դնելու օրենքն է դա, եւ դա բարեգործություն է։ Թորանը դատապարտում է, ով իրեն խմիչքի է տալիս։ Մեր կրոն էլ չի թողնում, որպեսի խմեն մարդիկ։ Ամեն ինչից 10-ը պատկանում է ամենաունեցողին եւ ամենակարողին, տիրոջը։ Պարտավոր են 10-ը մի կողմ դնել, աղքատներին օգնելու, Թորայի լույսը տարածելու համար։ Հակոբի խոսքն է եղել Սողոմոնի առակն էլ, պատվիր տիրոջը քո ունեցվածքից եւ քո երկնային բոլոր գործերի առաջին պտուղներից, բացիր քո ձեռքը նրա կարիքավորի համար եւ փող տուր նրան ըստ նրա կարիքի, ինչ որ պակասում է միջին բարեկեցության մարդուն։ Գումարը մի կողմ է դնում, համարվում է ժլատ։ Այն մարդիկ, ովքեր որ միջին կարողության տեր են դնում, եթե իրանք գումարը պահում են, նրանք ժլատ են համարվում։ Դրա համար տեսեք, երուսաղեմցիք, հрьяաները, աշխարհի ինչքան բանկեր կա, համարյա իրենցն է։ Եվ իրանք փողի մեջ շատ, իրանք փողը սիրում են, իրանք փողը ճիշտ են գնահատում, իրենք փողը ճիշտ են ծախսում, որովհետև երեխան որ ծնվում է, իրանք անմիջապես տուն ու մեքենա ոսկեղեն չեն առնում երեխա համար, իրանք փողը դնում են այն կողմ երեխայի ուսման համար, պարտադիր, հրեայի երեխան առաջինը պետք է գիտելիք ունենա, որը որ ես եմ այդքան ուզում, հիմա հենց լուսնային հանգույցը մտավ դա հուլիսի 28-ն է մտավ ջրհոս, հենց սկսվում է, հենց միշտ է պետք պարտադիր չի սպասենք այդ ժամանակին, գիտելիք, այդ փողերը ծախսեք ձեր երեխեքի գիտելիքի, նաև ծնողներ, դուք էլ գիտելիք ձեռք բերեք, ինչ գիտեք, քիչ գիտեք, դուք կրթության հետ մի վերցրեք դիպլոմ ունենալու մասին չի խոսքս, իհարկե էդ էլ պետք է արվի, բայց գիտելիք ձեռք բերեք,
գիտելիք ձեռք բերեք, օկուլտիզմ ուսումնասիրեք, որ ավելի հեշտ ապրեք կյանքը, ավելի հեշտ իմանաք ինչի անձրև եկավ, ինչի էզբանը կոտրվեց, ընկավ, ջարդվեց, ոչ թե սրա նրա աչքից է, այլ դա փորձություն է, դա քեզ է սթափեցնել տալիս, ու որ քո մի տեղը ցավում է, այդ ցավը դու ես զգում, ես չեմ զգում, ես կարամ կողքից ցավակից լինեմ, քեզ օգնեմ, այնպես որ ինձ պետք է թե ցաված քո մի տեղը մտածի ինչի ցավից, այն հիմնականը շնչուղիների հետ կապված, որ կորոնայի հիվանդությունները տենց էինք ասում, որը հիմա մեզ մոտ էլի կլինի դա, ես կորոնա չեմ ասում, շնչուղիների թթվածին է, դա վիրավորանքն է, մեր ազգը բոլորից վիրավորված են, այդ վիրավորանքը շնչուղիներին է նստում, շնչահեղձություն է տալի, որովհետև թթվածին մենք լավ չենք շնչում, դա էլ կապն է տիրոջ հետ, այնպես որ կապը սիրով վերևի հետ պահեք, սիրելով հաց կերեք, սիրելով իրար հետ խոսացեք, սիրելով իրար օգնեք, ոչ թե շահադիտական ու ցուցադրության համար, ու մի քիչ ձեր ագահությունները թողեք էլի, թողեք, որ ոչ ոք այս աշխարհից ոչինչ չի տանում, ագահ մի եղեք, իրար սիրեք, բարի եղեք, կտեսնեք կյանքը ինչքան լավ է, որտեղ Աստված մեզ շատ է սիրում, այսքան։ Շնորհակալություն Տիկին Լուսիա մեզ հյուրընկալելու համար եւ հարցերին պատասխանելու համար, հաջողություն ենք մաղթում։ Հավատով իրար սպասենք, ամեն առավոտ բոլորիս գլխի արև առնի, բոլորիս տանիքին արև առնի, հաջողակ ապրի մեր ժողովուրդը։